Միացյալ Նահանգների նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սահմանափակումները կտարածվեն ավելի քան 183 երկրի և Եվրամիության վրա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Վաշինգտոնը տասնամյակներով նվազեցրել է այլ երկրների համար առևտրային արգելքները, մինչդեռ այդ երկրները հսկայական մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների համար։ Ապրիլի 2-ը Ամերիկայի տնտեսական անկախացման օրն է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր և հարուստ։ Միացյալ Նահանգների ազգային շահերին այժմ լուրջ վտանգ է սպառնում։ Ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը մեծ ցանկ է ներկայացրել երկրների անուններով և տուրքերի չափով։ Մասնավորապես Վաշինգտոնը 20% մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության ապրանքների համար, 34% Չինաստանի, 10% Մեծ Բրիտանիայի համար։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Կամբոջայի, Վիետնամի և Շրի Լանկայի համար, 40%-ից ավելի։ Երկրների շարքում են նաև Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային և Հյուսիսային Կորեաները, Շվեյցարիան, Հարավային Աֆրիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, Ուկրաինան և այլ երկրներ։ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի նկատմամբ էլ 10% մաքսատուրք է սահմանվել, որը նվազագույն շեմն է։ Թրամփի ներկայացրած ցանկում չկա Ռուսաստանը, ըստ ամերիկյան կողմի դա բացատրվում է նրանով, որ այդ երկրի հետ առևտուրը չնչին ծավալների է։ Թրամփի նոր որոշումը չի վերաբերում նաև Կանադային և Մեքսիկային, որոնց հետ Վաշինգտոնն արդեն բանակցությունների մեջ է։ Դոնալդ Թրամփը հավելել է, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում նաև Միացյալ Նահանգներ ներկրվող մեքենաների համար 25% մաքսատուրքերը։ Եվրոպան պատրաստ է արձագանքել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով արդեն վերջնականացնում են հակաքայլերի առաջին փաթեթի մշակումը և դիտարկում լրացուցիչ միջոցների հնարավորությունը, եթե ԱՄՆ-ԵՄ լարվածությունը չհաջողվի հարթել դիվանագիտական ճանապարհով։ Թրամփի որոշումը դատապարտել է Պեկինը, այն որակելով միակողմանի, չարդարացված և խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել։ Չինաստանի առևտրի նախարարությունը չի համաձայնել այն պնդման հետ, որ Միացյալ Նահանգները մեծ կորուստներ է ունեցել միջազգային առևտրի ոլորտում։ Սեուլը ևս ափսոսանք է հայտնել մաքսատուրքերի հետ կապված։ Հարավային Կորեայի իշխանությունը մտադիր է շարունակել ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունները, ինչպես բարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակով, նվազագույնի հասցնելու հնարավոր վնասները։ Դոնալդ Թրամփը երեկ անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը և Իրանին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Մոսկվայի և Կիևի հետ լավ շփումներ են վարում։ Նա ցանկություն է հայտնել ոչ միայն դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, այլև թույլ չտալ հակամարտություն Իրանի հետ։ Հատկանշական է, որ Վաշինգտոն-Թեհրան լարվածության և միջուկային գործարքի շուրջ զարգացումների ֆոնին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել, որ իրանական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստակամության բարձր աստիճանի, իսկ երկրի օդային տարածքը փակվել է։ Ավելի ուշ հիմնականում ռուսական մեդիա դաշտում տարածված այս լուրը հերքվել է։ Դիանա Գասպարյան, լուրեր։